տեսար Մարտակոսի post-ը, ինչ մտածեցիր։ Post-ը Եվոյանի ջունամ տեսա, մտածեցի Եվոյանը հասան ֆրենդա Մարտակոսի։ Այդ ես մտածեցի։ Առաջի բանը որ մտածել եմ։ Ես մտածեցի, քանի նախքա ջեմ ասա, թե էս միթիկաց Իրանից տակն է մնացել, այլ չի միջև էլ ընկերներին է բաժանել։ Շատ աղել, ու երևի շատ լավ արդյունավետ կողաս ստացվեց, ես անցած շաբաթ Մարտակոսի էջում տեսա լոգիստիկ ուղիների մասին գրառում այս վիդեո, որտեղ ինքը այնպես սիրելի քարտեզներ հրապարակ է օդից, այդ որ օդանավերը մեր մոտով են շրջանցելով հարավային Կովկասով, շրջանցելով Իրանը ու Ռուսաստանը այդ պատերազմական գործողությունների օրերին, ինքը ըստ երևույթի որպես ընդլայնման հարցերով հանձնակատար մտածում է, որ հարավային Կովկասը ճիշտ տեղն է ընդլայնվելու համար։ Ինձ թվում է Սահմանադրական դատարանի ընտրության արդյունքների այդ վեճի հետ կապված որոշում, այսինքն անփոփոխ թողել էլի արդյունքները։ Այդքան բուռն չքննարկվեց, ինչքան Ծառուկյանի հարցը։ Դե նախ որոշում չկա, այսինքն մենակ վերջին տող կա, ես ստեղված առաջ բացեցի տեսնեմ ամբողջ որոշումը։ Պիտի որ այսօր լինի։ Նա որ կա թե չէ, դեռ չկար, ենթադրում եմ վաղը կոմբեսուր ավելի ուշ կլինի, որտեղ հետաքրքիր է նաև ոնց է հիմնավորը, չնայած ես կարծում եմ, որ սա երբևէ երևի սրբը դիմաց ամենաթույլ բանն էր, հայցներ ընտրությունների արդյունքի վիճակը։ Այդ ինչ-որ կարծեցին եմ ես։ Համարի 21-ի նույն բանն էր էլի կրկնում։ Բոլորյոտ։ Դե հա, 21-ի նույն բանն էր կրկնում, բայց նկատի ունեմ ընդհանրապես էլի այդ ընտրությունների արդյունքները վիճարկող բաներից, որոնք այդ միշտ շատ ուժեղ են եղել, չնայած իրավապահների գործողությունների բացակայության, այդ լրագրողական հետաքննական բաներ են միշտ ակտվել կամ զուտ վիճակագրականներ, որտեղ չգիտեմ, տենց որ համատարած ինչ-որ բան լինի եւ մարդիկ չիմանան, էլի օրինակ սա քիչ ընտրություններից են ու 2018-ից տեսնում ոնց որ դա արդեն ավանդույթ է դառնում, որ ընտրությունների արդյունքում ոչ ոք վերակենդանացման բաժնում չի հայտնվում ընթացքում էլի, բայց դրանից առաջ միշտ նույնիսկ ամենափոքր թիմ ընտրության մակարդակում բանները լիցեց ու ջարդեր են պատահամարություն քննադատների մոտ Վասիլ Մանուկյանն ասում Արիան գետեր էին հոսում ու այդ բանը այդ երևի ամենամեծ վկայությունը այն հոլովակներ, որը շատ ազդեցիկ էր, ֆակտակտիվի նարեկը, որ բաներ Սահմանադրական դատարանի մոտ խորացել են, բոլորին գործից ազատել են ուժեղ Հայաստանին աջակցելու համար, բոլորին հերթով հարցնում են, ասում են, ձեզ գործից ազատել են, մեկը ասում, եւ մի մարդու կարող գտնի ում բարեկամին գործից ազատել են, մեկ տաշի կարի ֆաբրիկայից, որը պատկանում էր բանին, այդ Սամվել Կարապետյանին ու երկար չգիտեմ ռեպորտաժի նայել թե չէ որ սանվում են գործարանի բանալորելի հոգատուց կատուն ուղղակի այդ թեմաներից արդեն ցնցումների մեջ անում Լայնվay որ տնօրենին ասում ոնց կարանք մենք իշխանությունները անգում մարդ ազատած լինենք ոնց որ բան էլի ես ենթադրում եմ որ մարդկանց կարան ասացին Նիկոլ Մարասեկը ազատենք դու ակնհայտորեն բան է էլի դες շատ սովորական եւ նույնիսկ մի քիչ խաղաղ մարդիկ լինեն իրենց հեշտ է էլի մանիպուլացնել իսկ իրանց իսկապես կարան մանիպուլացրած լինեն ոչ թե բան ոչ թե ինքը սուտ խոսան մարդ, այլ մանիպուլյացիայի ներքո է։ Արի նախ զգուշացնենք, որ ձայնագրման ընթացքում Ծառուկյանի կալանքի կամ չկալանավորման որոշում չկա, հա, ես ընթացքում կնայեմ, եթե լինի կասեմ, բայց այս պահի դրությամբ չկա, բայց մնացած դեպքում process-ները տեղի են ունեցել։ Հա, օքեյ, դու ասա, ես հարցրել եմ։ Դու կարդացել ես այդ հնչականի հաղորդակցությունը, հասկացել ես ինչ։ Ես այդ իմ սիրած բան զբաղմունքն է, բացել, փորձել, մտածել, երևակայել կինոյի պես, գրքի պես, թե ինչ է տեղի ունեցել քննչականի հաղորդագրությունների ներքո, որտեղ իրանց այդ բյուրոկրատական լեզուն, բան էլի, դες ինքան ծանրաբեռնված, բան էս, հոդվածներից կարդում, ոչ թե իրական։ Հա, բայց Ծառուկյանի փաստաբանը շատ ավելի մատչելի լեզվով ասաց։ Ասաց, որ աբսուրդ է, որովհետև այս գործով փոխարեն Ծառուկյանը եւ Ծառուկյանի այդ ընկերություններն ներգրաված ուժող ճանաչվեն, հակառակը բերել են Ծառուկյանին
որ այսինքն դուրս է գալիս, որ ոնց որ Ծառուկյանին են խաբել եւ այն ընկերություններին, որոնք իրեն են պատկանում այդ գործընթացումներ գրաված են, այդ մարդկանց գցել են, խաբել են։ Նույն բանը ասեց Սամվել Կարապետյանը կարծեմ այսօր։ Բայց ինչ է, ո՞նց է նկարագրում, որ իրան խաբել են։ Այսինքն այդ ամբողջ փողերի լվացում եւ այլն անօրինական, չգիտեմ, այդ մեքենաներ, եսի ինչեր, արել է այդ իրանական կողմի ներկայացուցիչներն են արել։ Այսքան Ծառուկյանը հիմա այնտեղ հետո ասացին, որ այդ իրանցիները ասում են, որ Ծառուկյանը դրա հետ կապ չունի, ասում է, «Ստեղի քնչականը», ասում է, «Չէ»։ Ես Դուք ասեք, որ կապ հասկացա քնչականի գրածից հասկացել եմ, որ Ծառուկյանը ինչ-որ իրանցիների գործարարների համոզել է, որ ստեղ լոգիստիկ ընկերություն ստեղծել ու աշխատացնել։ Երևի թե իրանցի համար այդ սանկցիաների վերումով բարդ է լոգիստիկայի մեջ աշխատել, Ծառուկյանը ասել է, ոնց որ Հայաստանում գրանցել, որ կարողանա աշխատի եւ այդ լոգիստիկ ընկերության մեքենաների ոնց որ մասը դրվել է այդ պարսիկների վրա, իրանք են մեքենաները տվել, որպեսզի լոգիստիկան աշխատի, պատկերացրի 52 հատ պայմանական ֆուր են տվել, ասել են այս ներմուծման արտահանման գործում կաշխատացնել։ Ծառուկյանը, երբ որ այդ մեքենաները հասել են ստեղ, ըստ քնչականի հաղորդագրության իմ հասկացած տեքստի եմ ասում, երբ որ այդ մեքենաները հասել են ստեղ, ինչ լոգիստիկա, ինչ բան, այդ ընկերություն թղթի վրա է գրած, ինքը գրանցել է դա որպես ներմուծված ապրանք եւ վաճառել է ուրիշ ընկերությունների։ Այսինքն այդ մարդկանց խաբել է մենք լոգիստիկայի մեջ Դե իրենք հակառակն են ասում, թողենք, նու, այն մարդը որ ներկայացրել է էլի սփան բաղոդա Ծառուկյան չի։ Ոյ ոնց որ մեքենաները վաճառել է փոխանակ լոգիստիկայի մեջ ներդրում, իսկ այդ մեքենաները էմյուս գործընկեր կողմն է տրամադրել, ու այս փողերը վերցրել խառնել է օրինական փողերի, որպեսզի հետքը կորցնի ուրիշ կազմակերպությունների փողերը։ Ես դա եմ հականի հաղորդագրությունից եւ երևի թե այդ բանից այդ մարդկանց ուժով պետք է ճանաչեն, ենթադրում եմ, այսինքն ինչ-որ միջազգային բանի սկանդալի կարանման նույնիսկ սա է։ Իսկ որ հետևում է, էլի, այսինքն ես որ նայում էի, ինձ համար պարզ էր, որ սա միայն իրավական կամ դատաքրեական ինչ-որ գործընթաց չի, էլի, այս ամեն ինչը իր մեջ կարծում եմ նաև ինչ-որ ուղերձներ է պարունակում, եւ ստեղ իրավական մասը ես իրավաբան չեմ, հա, փորձում եմ տարբեր մարդկանց նաև դիտանկյունները թեմայի վերաբերյալ որ իրավական մասը կարող է թերի լինել, հա, կարող է կաղալ, բայց շատ կարևոր է դրա քաղաքական մասը, քաղաքական ուղերձը տեղի ունեցող, հա։ Օրինակ դու այդ տեսանկյունից նայում ես այդ կատարվողին։ Չէ, ճիշտ ասած, այդ տեսանկյունից չեմ նայում, մենակ թվերը երբ որ տեսա, որ դա եղել է 22-24 թվականներին, ես մտածեցի, այդ բանը մեր հիշում ես 22 թվականին պատերազմը բաներ շրջափակում եւ այլն Հայաստան պետության բարետեսակ շարժումներ, այսինքն ինչով մենք սպասված, երբ Ծառուկյան սպասված էր Հայաստանանով փողերի լվացմամբ, առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակմամբ, ես հիշեցի, որ ընդդիմադիր քաղաքական գործիչները հաճախ օրինակ կարան տեսնեն, որ ինչ որ մեկը իշխանությունից 22 կամ 23 թվականին բան հիպոթեկով տունը գնացել է բանկում գրանցել է այդ թվականներին կարան ասեն այ ուշադրություն եմ հրավիրում որ բանի Արցախի շրջափակման ընթացքում ինչ որ մեկը այս պաշտոնյան սպառված է եղել հիպոթեկ ձևակերպել։ Դե իշխանության բարականը, բայց այնուամենայնիվ ուրիշ է։ Ես չեմ ասում որ հիպոթեկ մեջից չէ, բայց ուզում եմ ասեմ այդ փրկելու ընթացքում բանը էլի այդ սխեմաները հասցրել բանալի։ Օրինակ հնարավորինս ինչ եմ մտածում, որ ասում են Ծառուկյանը, չգիտեմ, քաղաքական հետապնդման է ենթարկվում, չգիտեմ լեսին ինչ, Ծառուկյանին ես քաղաքական գործիչ չեմ համարում, որ մի հատ ինչ-որ քաղաքական հետապնդման ենթարկվի, եւ ինձ համար սա շատ պարզ է ընդհանուր իրավիճակը, այս ընտրություններում իր նորից հայտնվել է, վերակենդանանալ է, այսպես ասած, էլի այտենց տոգորված հայրենիքը փրկելով, որ բնականաբար էլի մասն էր այն արտաքին ազդեցությունների ինքը, որ փորձում էին բանեցնել Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխելու համար, հետեւաբար ինքը քաղաքական գործոն չի, ինքը քաղաքական խաղալիք է, հա, այսպես ասած, ոնց որ երևի մնացած իր մյուս գոլեգաները, որոնք հայտնվել են խորհրդարանում, քաղաքական խաղալիք, հետեւաբար քաղաքական խաղալիքի դեմ այսինքն նաև որ իմ ասածը չհնչի են տրամաբանությամբ, որ կարելի է ցանկացած անիրավական գործընթաց արդարացնել քաղաքական կոնյունկտուրայով եւ քաղաքական կոնյունկտուրացրով ես նկատի չունեմ անպայման ինչ որ բացասական համատեքստ, հա, այդպես չի
Բայց ուզում եմ ասել, որ մի քիչ ավելի լայն նայենք էլի իրավիճակին, քաղաքական խաղալիքի հետ է տեղի ունենում գործընթացը, սպայտությամբ ինձ համար ամենայն դեպս, եւ իրավական մասով գնահատականներ չեմ տա, չեմ վստահի նաեւ ենթադրում եմ դատական համակարգի գնահատականների։ Դատական համակարգի մասով իհարկե վերապահումը շարունակում է մնալ, բայց ես իրավապահ մնացած կառույցներին եմ, այս ես հավատում եմ, ոնց որ համոզված եմ, որ քննչականը օբյեկտիվորեն կատարում է իր գործը, որ դատարաններում կարան ուրիշ բաներ որոշեն, ես այդտեղ չեմ կարող ոչ մի երաշխիք տամ, միշտ օրինակ քննչական դեպքում ես այնքան համոզված եմ, որ իրանք լավ են կատարում իրանք գործը մանավանդ վերջ տարիներին, գնալով ավելի լավ են կատարում, իրանք լավ են բացահայտում, բայց պետք է հասկանալ, որ քննիչների կամ չգիտեմ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների ոստիկանության եւ այլ մարմինների աշխատանքները իսկապես կարող գնան դատարաններում փակու հանդիպեն, ոչ թե փլվել, դասի այդքան էլ արդար չէ, այդ գնահատական որ փլվում են, եղել են դեպքեր, որ փլվել են, իրանք դատախազություն լավ չի ձևակերպել։ Քոչարյանի դեպքը օրինակ։ Դատախազություն լավ չի ձևակերպել մեղադրանքը, դա ոնց որ այդ Քոչարյանի դեպքը ոնց որ պետք է էլի շատ կոնկրետ իմանալ ինչի մասին խոսում, դա արդյոք դարձյալ դատախազի մասին։ Հա, բայց այդ դատախազը ոնց որ 2019 թվականի դատախազությունը մի բան է, 2026 թվականի դատախազությունը մեկ այլ բան։ Հիմա այդ դեպքերից հետո առավել եւս այդ բանի ընթացքում շատ են ավելի քննիչներ դատախազներ, որ բան անհիմն մեղադրանքներ չառաջացնեն, որովհետեւ դատարանը, որը անկախ է մեզնից, շատ խառը բաներից է կախված, մեկ էլ պահի տակ պարզվում է, ու այդ ոնց որ դատավորի որոշման հարցում հաստատ չեմ կարծում, բայց ես քննիչների դեպքում քննչական դեպքում շատ վստահ եմ, որ ինչ որ իրանք անում են, ինչ որ իրանք հայտարարում են, առնվազն այդքան իրանք կարողացել են հետաքրքրել եւ բարձր իրական շատ տխուր է, որ մեր հարևան իրանցի գործարարների հետ հայաստանցի գործարարները սենց խեմաների մեջ են ներքաշվում ու Հայաստանի նկատմամբ վստահությունը, բիզնես ոլորտի նկատմամբ վստահությունը, այդ վստահության դեպ հարված են հասցրել։ Բայց նաև եթե այս գործընթացը իհարկե այսպես ասենք, հա, փաստարկվի եւ մաքուր իրավական process-ների տրամաբանության մեջ դիտարկվի, դա լի կանխարգելիչ բան է, էլի որ ապագայում եթե այդպիսի բաներ մտքներով անցնի, բայց հա, ավելի զգուշ կլինեն, այսինքն ես դրան տենց մեծ ինչ-որ բան չեմ նայում, ինչպես կարող է հարևան Իրանի գործարարները, այստեղի գործարարները լսի։ $100 միլիոն քցելը գործարարի, այդ բանն է, այդ կարած բանն է, տարածվի իմ համար դա լուրջ խնդիր է, այսինքն իման գիտեն, դա որ այստեղ բանտես գործարարներ տանել, որ Գիտես նաև ինչի չեմ շատ խորը դրան ծանր տանում, այսպես ասած, որովհետև այսինքն այդ քաշի գործարարները, ովքեր այդպիսի գումարների հետ գործ ունեն, վստահաբար իրենք գիտեն իր դիմացինը ով է, ինչ background ունի, այսպես ասած, հա, եւ իրանք դա չեն $20 միլիոն այս պահին գործանող բիզնեսմենը չի գալու ինձ հետ գործանի, հասկանում ես։ Ինքը գիտի ում է դա գործ բռնում կոպիտասից։ Եվ գիտես Ունենք էլի, ոնց որ դրա այն մնացած կոնտեքստներն էլ պետք է իմանան, որտեղ դա իսկապես բանի բիզնես է համբավի վրա խոշոր գործարարների հայաստանցի կարասի մի բան է, որ ներազգային հանցագործություններ են ներբերել հանցագործությունները, մեկ այլ բան է, որ դուստրս հարևանների ուրիշ ժողովուրդներ ներկայացուցիչներ գցեն, դա իսկապես գործարար համբավի վրա կարասի։ Դե լավ, մի հոդվածը երևի դրա համար հասնի ծառը։ Ամբասին գործարար համբավների վրա ազդել։ Ասեք, ես կարծում եմ, որ սրանց ամենաշատը հանգստան պարկեշտ գործարարները, որովհետև իրենք շարունակելու են հարևան երկրների գործարարների հետ աշխատել։ Օրինակ Սամվել Կարապետյան։ Օրինակ Սամվել Կարապետյան, եթե լիներ պարկեշտ։ Հա, եթե լիներ պարկեշտ։ Բայց կան պարկեշտ գործարարները, ովքեր բան չեն, էլի, ապակարակական աշխատանքների օլիգարխներ։ Չի լսի, ես իրենց անվանապես չգիտեմ, բայց ակնհայտ է, մեքենայից որ Հայաստանում կան պարկեշտ գործարարներ։ Հիմա դու անկեղծ ասես, որ անվանական որևէ մեկին չգիտես։ Անվանական գործարարներ կան, որոնց ես գիտեմ։ Հա, չէ, ես իշխանության սիրելի նկատի։ Այդ թվում եւ բան ոչ քաղաքական գործունեության մեջ ներգրաված, այսինքն ինչ-որ անվանական մարդկանց գիտեմ, բայց ես վստահ եմ, որ այն հնան, որ ես տեսնում եմ տարվա վերջում էկոնոմիկայի նախարարի ամփոփած տվյալներով, այդ իմ իմացածները քիչ են, էլի, եթե նայի համար էլի լիքը գործարարներ կան, ովքեր բան չեն, բիսկիչկա չեն բանան քաղաքական գործունեությամբ եւ Բայց դες մի հատ հետաքրքիր բան ասեմ։ Երբ որ մենք խոսում ենք ապօրինի գույքի բնականացման մասին, ինձ օրինակ միշտ հետաքրքրում է, թե ինչի այդ գույք, այդ
գործընթաց, լավ, հիմա քանի որ տենց կա, այդ անունով էլ ասում եմ, ապօրինի բռնագանձման, ապօրինի գույքի, հա, բռնագանձման։ Ինչի օրինակ չի տարածվում կազմակերպությունների վրա, ինչի չի տարածվում կուսակցությունների վրա, որովհետև օրինակ Ես ապօրինի գույք ասեցի, հիշեցի, թե Սերժ Սարգսյանց ապօրինի գույք բռնագանձեցի։ Հա, անհատից բռնագանձեցի։ Դրանց սպասում են իրեն հաջողությունից մեծ, ոչ այդքան էական ծավալներ։ Դե մի 600 միլիոն ով, հա, ոնց որ մի կիսատուն Տերյանի վրա, մի կայանատեղի, մեկի կես։ Ինչ եմ ուզում ասել, ինչի չի օրինակ կազմակերպությունների վրա տարածվում, ինչ եմ սա ասում, պես դու ասում ես ամբասիր կամ պարկեշտ գործարարներ, չէ՞։ Մարդիկ, ում դուք եւ մենք եւ շատերը մեզ լսողները բնորոշում են որպես իշխանազավթներ, այս պետությունը թալանացներ, այդ թալանով հիմնադրել են բիզնեսներ, չէ՞։ Օրինակ, իմ տղա, ես թալանել եմ, իշխանությունը զավթել եմ, թալանել եմ, տարբեր բիզնեսներ եմ ծառայեցրել, մի հատ ասեմ։ Հիմա իմ տղան զբաղվում է այդ բիզնեսներից մեկով, հյուր շատ լավ top 10 հարկատուների մեջ կարող է լինել, եւ շատ պարկեշտ բիզնես է անում։ Ապելացված մարդկանց վրա էլ է տարածվում եւ հետո այդ քո ասածը երևի ես կարող եմ լավ չեմ հասկանում կամ օրինակով պետք է ասես այդ համայնքային բանի իրավունքի վերականգնման կոնտեքստում է շատ կոնկրետ աշխատում, որտեղ օրինակ զբոսայգիներ, մանկապարտեզներ, որ մանկապարտեզները հիմնական շատ տարօրինակ է, որ հիմնական դարձել են կուսակցական գրասենյակներ, հանրապետական ու դաշնակցական, դրանք վերադառնում են այդ համայնքային իրավունքների պաշտպանության շրջանում։ Այսինքն մի քանի հատ այդպես բաներ կան, մեխանիզմներ կան, որոնցից մեկը ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմն է, բայց ես գիտեմ, որ շատերը այդ թվում իմ թիմում շատերը մեր իրավապահ ընթացակարգերից եւ ինստիտուտներից առանձնապես գոհ չեն, ես այն քիչ մարդկանց եմ, որ լավատես եմ հարցում, որովհետեւ ես կարծում եմ, որ նախ դրական փոփոխություններ ու քանի գնում ենք դրական, երկրորդն էլ ես շատ կարևորում եմ բանը, էլի այդ ոնց որ բան չէ մեկ-մեկն այնց վայրենի բաներ ենք ուզում, որ բոլորին բան անել, էլի բոլորին ամեն ունեցել բան անել։ Այդ վայրենի է։ Որ ասենք ոնց որ մտնես բան անես, հաղճապանքու խանութից մի հատ բան ուզենաս ջարդել, բայց դու քիղես։ Մի հատ բաժակ ու ամբողջ խանութը ավիճեց, որտեղ չպետք է սենց հարցը իրավական հարցերում պետք է զգուշ լինել, ես դրան խորը համոզմունքն եմ, դա իմ համոզմունքն է դրա վրա։ Այսքան տարիների ընթացքում ոչինչ չի կարողացել շատ ուժեղ ասի, զգուշ լինել, որպեսզի չվնասենք լիքը բաներ, որոնք այս պետության հիմքն են կազմում, էլի իրավականության մասին, էլի։ Որ իրավականության, այն որ դուք չգիտեմ ինչ անունով կոչում եք արդեն ամենավերջին, այդ որ իրավականության։ Վարչապետը կոչվում։ Այո, ես գիտեմ, որ վարչապետը խիստ ավելի մեծ վերապահում ունի իրավական ինստիտուտներն։ Այսինքն, եթե այդ իրավական, ինչ իրավական հիմքի մասն է խոսքը, եթե այս պետությունը անկախության օրվանից հետո դրվել է հակաիրավական ռելսերի վրա, այսինքն որ իրավական բանի մասն է։ Այն առաջարկը, որ ել ավելի հակաիրավական դառնա, ինձ համար ընդունելի չի։ Ես դա ոչ թե ել ավելի հակաիրավական դառնա։ Չես կարող դու հիմա լավ առաջարկ անես, բացի նրանից, որ բռնեք դեռ։ Այն նույն բանը դուք ասում եք, երբ որ հասարակությունը գոռում էր, ասում էր, այդ դատական համակարգում պետք է այս ռեֆորմները անել, ձեզ sense պատկերավոր եմ ասում, դուք ձեր իշխանության ներկայացուցիչները ասում էին, որ համակարգը կոլապսի կենթարկվի, համակարգը կփլվի, այս կլինի, այն կլինի, տեսանք ինչ եղավ։ Եկել ենք հասել ենք այսօր, որ դուք ձեր բերանով ասում եք, որ Հայաստանում դատա իրավական համակարգը ձախողված է։ Եթե պիտի փլվեր 0-ից կառուցվեր նորմալ, բայց դա փլվեր 0-ից կառուցվեր։ Եթե կոնկրետ բաներ ասես, ախր շատ աբստրակտ։ Ես շատ կոնկրետ եմ ասում, Ռոբերտ Քոչարյանը թալանել է այս երկրի։ Շատ կենաց։ Թալանել է Դա իրավական համակարգը կոլապսի առաջ կկանգնի, դատա իրավական համակարգը ձախողված է, սրանք կենացներ են, որ դու ասես Ասեն դու կենացեք ասես։ Սա այս երկուսն է քաղաքական գնահատականները, որոնք ոնց որ իմ նկատմամբ պրետենզիաները մեկը չեն ծածկում, որովհետև պետք է բանան կոնկրետները, երբ որ ասում եք, բան մի արեք, այդ Ռուսաստանից եկածներին մի թողեք կան Հայաստանի վրա ազդեցություն գործեն, ասեք մի հատ բան եք նախագիծ եք որ չթողեն, մեկը սաղովի ասում բան է, ստորագրը հավաքին ամ, էս ինչ վատ նախագիծ է սա հակասահման ժողովրդյան, ոնց որ այդ դրա լուծումը տենց կներեք, տենց լուծում է լինելու։ Դուք մեզնից դատա իրավական համակարգում դուք մեզնից ավելի կացնային լուծումներ եք ուզել։ Մի ձուկ ու ժիրայր, եթե խեղես
տեղեստատա իրավական համակարգը դրանից չեն դուժելու իշխանություն ունեցողները, դրանից չեն դուժելու փող ունեցողները, դրանից դուժելու են խեղճ ու կրակ մարդիկ։ Բայց դուք հակառակն եք ընկալ, ոչ ոք չի ասում խեղեք, ասում են հակառակը ուղղեք։ Քո ասած ուղղեք խեղեք։ Ինչու՞, որովհետև ոչինչ չեղավ։ Ոչինչ չես ասում, ինչ պետք է անենք։ Ես քաղաքացիական հասարակությունից ես հազար ռեկոմենդացիա ներկայացրել, վեթինգներից սկսած էլ ես ինչներից վերջացրած Բադասյանը ասում էր, որ ոչ, չգիտեմ դա ինչ խնդիրների կբերի, հետո Վարդանյանն էր, եթե չեմ սխալվում, ասում դրա մասին, ու այդպես էլ Բադասյանի եւ Վարդանյանի ասածները, որոնք վերաբերվել են մանավանդ Բադասյանի ասածը, որոնք վերաբերվել են սահմանադրությանը, սահմանադրականությանը, ես կարողացել եմ քննարկել իսկական նորմալ իրավաբանի հետ, ոչ թե իմ հետ, որտեղ ես ապավինում եմ օրինակ Բադասյանի, ապավինում եմ, որտեղ ես չեմ ապավինում, հետև արդյունքը է սա։ Որտեղ ես վստահ եմ, որ այն ինչը որ ինքը որպես իրավաբան ասում է, որ սահմանադրության հետ հակասության մեջ է, ես դրան չեմ հավատում, որ սահմանադրության հետ հակասության մեջ է այլ հարց, որ սահմանադրական ռեֆորմների նկատմամբ ունի պրետենզիա, որը իհարկե բանը շարունակում է սաբոտաժի ենթարկվել բանի բերումով էլի այդ Ալիևին մեր ներքաղաքական կյանքի մեջ ներգրավելու բերումով, այդ ուրիշ հարց կարա լինի, բայց ես ոնց որ չեմ ապավինել դրան, որտեղ հիմա այս խոսակցությունը ինքը շատ անիմաստ ժամանակացույցն է մեր լսողներից, որտեղ ոչի է, ոչ դու կոնկրետ բանի մասին չենք խոսում, կոնկրետ բանի մասին չենք խոսում, մենք երկուսս էլ կներես մեր խոսակցության ասես որակում եմ տալիս, մենք երկուսը շարունակում ենք կենացներ ասել, համակարգը չբարի կենաց է հաջորդը, կենաց է, ասում եմ, կենաց է հաջորդը, չէ, հարցը ինչ ես տալի, օքեյ, դու ինչ ես կարծում, օրինակ, այն ինչ որ կատարվում է հիմա Ծառուկյանի հետ, հա, ինչ որ կատարվում է, նայած ինչ ինքերով, չգիտեմ, այս դեպքում բիզնես գործունեության, մյուս դեպքում քաղաքական պրոցեսների ես նկատի ունեմ այդ ընտրակաշառքներ, ընտրակեղծարարություններ, չգիտեմ, որով ինքը արդարացվեց հրաշալի դատական համակարգի կողմից։ Օրինակ, արժի որպեսզի իրավական գործընթաց նախաձեռնել նույն Քոչարյանի նկատմամբ գույք պարտքի դիմաց գործընթացի համար։ Ճիշտ է, չգիտեմ, այս հարցը ստայց, որ չէ, դու ինչ ես մտածում դատախազի, ոչ թե ասենք, քաղաքական գործիչ։ Ես կարծում եմ, որ պետք է բան անել բոլոր նրանց, ովքեր քաղաքականության մեջ ապաքաղաքական եւ այլ տիպի գործունեությամբ են զբաղվում, դրա համար սանկցիայի ենթարկվում։ Ես ասեմ ինչ, ես կարծում եմ Քոչարյանին պետք չի ոչ մարտի 1-ով, ոչ գույք պարտքի դիմաց, ոչ ալան-թալան, ոչ մի բան, Քոչարյանին պարզունակ, մի քանի միլիոն դոլարանոց կաշառքի գործով տանում են սպանդ, այսինքն այն ինչ որ ինքը դա իր մասին է հասկանում, դա իր հնարավորությունն է։ Դա ինքը այդ գործով պիտի դատվի, ինքը չպիտի լուրջ գործով դատվի, ինքը պիտի դատվի մի քանի միլիոնանոց կաշառքի գործով։ Բան է իմանում, բես լսող բանի եւ երևի թե մեր նախորդ լսողների ակնկալիքի դեմ նախ հիմա բանը այդ նախ սուրճ ենք խմում։ Չէ, սուրճ ոնց որ չենք ամուսնացել։ Սուրճ խմել համակերպներն ալերից մենք նախ այդ բանը այս որակը խոսակցել անորակ։ Իմ կարծիքով անորակ է եւ երկրորդը այդ բանի այդ ինձ մեղադրյալ էաթորին նստեցնել քեզ դատախազի այս ֆորմատը շատ նման է այդ լրագրողական խոսակցությանը։ Չէ, ոնց որ երբ որ ես քեզ դու դատախազի ատի իշաղոտնուկի վրա նստած երբ որ ես գալիս եմ հարցազրույցի ու դու ինձ տենց բաներ ես ոնց որ այդ որակի խոսակցություն եք վարում, դա այդ ակնկալիքին բռնում է, բայց այս ֆորմատին չէ, սուտ որպես դիտարկում էլի բանի առումով, ֆորմատի առումով։ Դա արի դառնանք Ծառուկյանին։ Բայց Ծառուկյան դառնալ բան չկա։ Հա, այդ որ ասում ես քաղաքական է, իրավական է, ես կարծում եմ որ ձևը մի քիչ շատ պրեզենտացիան շատ բան է, ճոխ է, բայց այնց որ ինքը բան ունի էլի բան հետևորդների մեծ բանակ չէ, բացի ասենք երկրի ամենամեծ կապիտալությունում մարդկանցից մեկն է, ոնց է շատ վիզուալը շատ է, բայց ես չի կարծում որ հակա իրավական բան կա, ու նաև ես տեսա ուրախ նոտայի վրա Ծառուկյանի թեմա սահմանափակից, որտեղ կարևոր բան է տեղի ունեցել Հայաստանի հետ որ չարժի էլի բան անել, այսքան երկար ժամանակ տրամադրեց Ծառուկյանին թեմա ես կամփոփեի նրանով, որ քանի որ հարսանիք հատները Ծառուկյանի բանեն կնքվել է լիքը մարդկանց հարսանիք ոնց որ բանը տեսողը չէ չամնացել, դա հայտարարել էր Իվետա Տոմարյանը,
Ինչ անենք առաջարկենք լավ վայրեր հարսանիքի համար եթե գիտես առաջարկ։ Հարսանիքի համար, հարսանիքի վերջին անգամ չեմ հիշում երբ եմ եղել եւ որտեղ եմ եղել։ Իդեպ ես փորձ ունեմ, երբ անծանոթ մարդիկ ինձ հրավիրում են իրենց հարսանիք։ Ես շատ բացահայտ ակտիվ եմ։ Ցավոք ես այդպես նոր գնում եմ ուրախ զվարճ։ Դե այնտեղ մի երկու բաժակից հետո արդեն ծանոթ եմ։ Ես բոլորի Ջան Ջիգար վիճակի մեջ եմ։ Շատ լավ, Սամվել Կարապետյանից էլ խոսենք։ Ավելի բան, վերադառնանք մեր ոչխարը։ Այո, Սամվել Կարապետյանը դե մենք իր գաղտնի պլանը բարձրահայտել ենք։ Այո, նախորդ հաղորդման ժամանակ Ճիշտ է, գետե։ Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ գաղտնի պլանի մասեր մանդատները վերցնել։ Իսկ մենք նայել է մեր հետախորձությունը եւ կան արել ոգեշնչվել է մեր խոսակցությունից, որ իրենց գաղտնի պլանը մանդատ վերցնելն է։ Շատ ուրախ է անցնում։ Հա, այդ դրա մասին կարելի է խոսալ, ընդդիմություն վերցրեց մանդատները ու քո համար դա անակնկալ էր։ Որ գիտես ինչ անակնկալ է, ամբողջ գիշեր Ոչ մի բան չես զարմացել։ Հա, փորձում էի հասկանալ ինչպես սա։ Որ այդքան էլ նույն բանը որոշեցի, թե կարային տարբեր բաներ որոշեն։ Օրինակ դաշնակցություն 5 տարի է եկել խորհրդարան, այս 5 տարի չի եկել խորհրդարան, ու ինքը ոնց որ կարա ուրիշ բան որոշել, էլի։ Չէ, շատ նորմալ է։ Ասենք Իշխան Սաղաթելյան ոչ մի լիստի չի եկել, հիմա ինչ անել հաջորդ 5 տարում։ Նորից ոչ մի լիստ։ Էս որ ինչ գրել էին հենց հայտարարության մեջ։ Ուժեղ քաղաքական թիմով գալու են շարունակելու պայքարը։ Ինչ որ բան կիսատ էին թողել։ Շարունակեն, այո, շարունակեն։ Շատ կիսատ են թողել լիստերի։ Քանի դուք իշխանության եք, ամեն ինչ կիսատ է։ Երբ որ դուք չլինեք, ամեն ինչ տեղի կգտնի։ Այդ է տրամաբանությունը։ Երբ որ մենք չլինենք իշխանության կլինեն մեզնից ավելի լավ քաղաքական գործիչները եւ ոչ բոլորովին, այսինքն Իշխան Սաղաթելյանը։ Մոռացեք, ես առաջարկում եմ ընդդիմության մոռանալ այդ մասին։ Այս բանը կարող ենք խորհրդանը կոչել ոչ լեգիտիմ խորհրդան։ Չէ։ Ինչի՞, նայեք, դուք ընդդիմությանը ոչ լեգիտիմ եք համարում։ Ընդդիմությունը ձեզ ոչ լեգիտիմ համարում։ Ու ընտրական process-ն է համարում ոչ լեգիտիմ։ Դե այդ նորմալ է, որ քաղաքական գործիչները իրար Դե այդ տրամաբանությամբ եմ ասում, օրինակ քեզ հետ խոսելուց կարող եմ ասել, թագուի, այսօր ոչ լեգիտիմ խորհրդանում, այս ինչ օրենք է։ Ես կարծում եմ, որ լավ գաղափար չի դրակով մեկ կողմից այդ ասել, իհարկե դու կարաս հարցեր տաս, արդյոք լեգիտիմ է թե ոչ։ Ես էլ կարծեմ, որ ընդդիմության մանդատները, չէ, դե ասում եմ, որ ուրիշ ֆորմատ։ Ես կարամ ասեմ, որ դե իհարկե ընդդիմության մանդատները լեգիտիմ չեն, որովհետև իրանք ընտրակաշառքով են ընտրվել, բայց արի արձանագրել Հայաստանի երկու ինստիտուտները եւ դրանք նախորդած է մեծ ինստիտուտ է, ՍԴ-ի չափ բան չի, 7 դատավոր անուս չի, առնվազն 16000 հանձնաժողովի ներկայացուցիչներով 16 ճիշտ եմ ասում ինստիտուտը, որտեղ ոչ մի հանձնաժողովի ներկայացուցիչ վերապահում չի հայտնել ընտրության ընթացքի վերաբերյալ, էլի որից 8000-ը ընդդիմադիր։ Այսինքն այդ շատ մեծ ինստիտուտը արձանագրել է, որ ընտրություն տեղի ունեցավ, այսինքն ընտրության օրը հենց էները որ գրանցված են ֆիքսվել է։ Այն թե որ իրանք ասում են դե դուք թոշակ բարձրացրիք, հետեւաբար ոչ լեգիտիմ է, ես ուզում եմ հասկանամ ՍԴ-ից ինչ են պահանջում, որ թոշակները իջացնի նոր ընտրություն նշանակի, ասում կամ ասում են դուք առողջապահության ապահովագրություն եք ներդրել, հետեւաբար ձեր մանդատները բան չի։ Ոնց լեգիտիմ չի, պետք է նոր ընտրություն լինի, ինձ ունենց հետաքրքիր է ՍԴ նոր ընտրության ժամանակ պետք է առողջապահական ապահովագրության ռեֆորմը կասեցնի։ Ինչ առաջարկ են արել, էլի ես այդ առաջարկը չեմ հասկանում, քանի որ ՍԴ որոշման մասին էինք խոսում, նաև ուզում եմ ասել, ոնց որ սահնչեցնել, որ մարդիկ իմանան, որ ոչ մի քաղաքական ուժ սահմանադրական դատարանից չի պահանջել այն 3 տեղամասերի վերաքվեարկություն, բոլորը ամբողջ ընտրության բանին չեղարկում են պահանջել, ինչը ցույցիչ է այն մասին, որ իրականում քաղաքական ուժերը չեն ուզեցել, որ փոփոխվի արդյունքները, ընդհանուր Բարգավաճ Հայաստան եւ հարակից մետաստազները չեն ուզեցել, որ փոխվի արդյունքները։ Ես վստահ եմ դրան, իրանք բոլորը հաշտվում են այս արդյունքների հետ, բայց մենք շարունակել ենք միմյանց մասին հրապարակային այդ բաները ասել, այնց որ համակերպեք, որտեղ ես համոզմունք ունեմ հրապարակային։ Ես համոզմունք ունեմ, որ լիք մարդիկ այդ հակակոռուպցիոն ձայնագրությունները լսել ես եմ լսել, դու ես լսել, եթե նույնիսկ չլսենք, մենք բոլորս գիտենք այդ պատմությունները, միջնորդավորված ուրիշներից լսած, մենք գիտենք, որ կաշառքով ընտրվել են, բայց մյուս կողմից մեր առաջիկա 5 տարվա անելիք պետք է լինի, որ ընտրողը հնարավորինս ինքնուրույն այդ որոշումը կայացնի, էլի այս հնգօրյա ժամկետում վերաքվեարկություն նշանակելը շուտ մախինացիայի ավելի շատ նման, որ դուք չեք հասցնի նոր կաշառքներ բանանեք, բաժանեք, մենք հիմա այստեղ մի հատ բան էլի ճշտ եմ, այդ վերաքվեարկությունը վերաբերելու է այդ տեղամասերում բոլոր ուժերին։ Դե վերաքվեարկություն
նշանակում է, որ ամբողջ հանրապետությունում բոլոր տեղամասերում նորից հունիսի 7-ը վերակրկնենք։ Բա բոլորին դեմ եմ, Ես ենթադրում եմ, որ դա հիմնավորման մեջ նույն սահմանադրական դատարան, որտեղ երբ որ ինքը անհնար է դարձնում արդեն այդ հունիսի 7 վերականգնել, ընդ որում դա էլի անհնար է։ Որտեղ շատ տրամաբանական է ժիրայ, որ երբ որ վերակրկնություն է նշանակում պարտվով քաղաքական ուժերի ներկայացուցիչները ապաթիայի մեջ են, քիչ են մոտիվացված քվեարկել, ավելի կարող է թեքվեն դեպի հաղթողները, որոշ մարդիկ, այսինքն դա հաղթող ուժի ձայները ավելացնելու մեխանիզմ է, էլի, որ շատ լավ մտածես ինչի մասին է խոսքը, եթե չի կեղծվել։ Այլ հարց, եթե ասենք, չգիտեմ, 2003-ի ընտրություններ, որ բոլորը գիտեն, որ այդ քվեատուփերը գողացել են, ասում ենք վերակրկնություն նշանակեք քվեատուփերը պահենք չգողանան, գիտեր են գնությունը ինչի համար էր ասում, իսկ հիմա պարզնա, որ ստեղ իշխանությունն է շահելու եւ դա ոնց որ բան կլինի, այդքան էլ լավ որոշում չէ, մարդկանց նորից բոլորին տնից հանել, ուղարկել, ասենք խաղ ու պարա, Ժորժ ջան, քվեարկել են, գնացեք աշխատեք, ընդ որում դա եւ մեծ է վերաբերում եւ իրանց։ Հորեղբայրը հայտարարել է, որ Նարեկ Կարապետյանը վերցնելու է մանդատը եւ աշխատելու է 1 դրամ աշխատավարձով որպես պատգամավոր, մյուսների մասով էլ կտեսնենք։ Ես առաջարկում եմ բան անել, առաջիկայում որևէ թողարկման ժամանակ հրապարակել կամ քո էջում, առանձին քո YouTube էջում հրապարակել Նարեկ Կարապետյանի հայտարարագիրը։ Okay, հրապարակի։ Տենանք ոնց որ ինչ հիմքեր ունի, ինչ թիկունք ունի, որ մի դրամով աշխատի։ Հորեղբայր։ Եվ մնացած պատգամավորների, չէ, ունի ունեցված անձնական դեպքում։ Եվ մնացած պատգամավորների, որոնք ասենք կարող բանի տարվա վերջում բան լինեն, ասենք աշխատավարձը պայծառ չէ, տարագրել։ Բայց խնդրեմա մնաք եթե հոպարը մնացածին էլ ֆինանսավորի, բայց ես ենթադրում եմ, որ մնացածին ովքեր չունեն սեփական ունեցվածք, որ իրանք գեներացնեն, իրանք ոնց որ այդ ունեցվածքը ծախսեն, այլ ուրիշ եկամտի աղբյուր ունենան, որը ոնց որ ինչ հիմքով այդ եկամտի աղբյուրը, դա ինձ թվում է հակակոռուպցիոն կոմիտեն պետք է բան։ Հոպարը անդադ նվիրատվություն է կարգելման հանձնաժողովի եթե նկատի օրինաչափություն բոլոր քաղաքական բոլոր պատգամավորներին նույն տեղից, ասենք կարող վերցնի ամեն ամիս բոլոր պատգամավորներին $50,000 թող նվերի։ Եվ ասի գնացեք այդ պետ բյուջեի աշխատավարձը մի վերցրեք, բայց դա ենթադրում եմ, որ բանը էլի կոռուպցիա ինքան նախադեպ դեպք կլինի, բայց կոռուպցիայի կուսակցությունը իրենց վճարի որպես կուսակցականներ։ Չեմ կարծում, թե դա խելամիտ է։ Ընդհանրապես չեմ կարծում, որ դա խելամիտ է, որովհետև նայ ինչ են մարդիկ պետ բյուջեից փող ստանում, որպեսզի բոլոր քաղաքացիներից ստանան իրենց փող եւ ծառայեն բոլոր քաղաքացիներին։ Երբ որ մենք մի մարդուց կամ մի կազմակերպությունից փող ստանում, ակնհայտ է, որ այդ մի մարդու կամ այդ մի կազմակերպության շահերն են առաջ մղում։ Այլ բան, եթե մարդու ունի անձնական միջոցներ, դա գումար տան ներդրումա ուրիշ բանի մեջ։ Այս դեպքում մի քիչ, հա, ես որ ստերիլ իմաստով համաձայն եմ քո ասացի, լրիվ համաձայն եմ ու ենթադրում եմ պետական աշխատողը ապրի աշխատա, պետության տված փողի հաշվին։ Հա, հասկանում եմ, բայց այս ձեզան շատերի մասին կարելի է նույն բանը ասել։ Ընդդիմության շարքեր մեկ լինեն մարդիկ ու մասին բնականաբար կարելի է նույն բանը ասել, բայց նայ, օրինակ, քանի որ top թեման է Ծառուկյանն է, չէ՞, այդ տրամաբան Ծառուկյանը ի տարբերություն օրինակ Ուժեղ Հայաստանի արդեն իսկ ԲՀԿ-ն ունի այդ փորձը խորհրդանում, չէ՞։ Այսինքն դու վստահ ես, որ այն ԲՀԿ-ականները կարկառում, որոնք ազգային ժողովում են եղել, իրենք այդպես աշխատել են միայն այդ պետական փողով, հաշվետու են եղել միայն մեզ, Ավելի դեպքում մանավանդ ԲՀԿ-ի այդ մարդիկ վստահաբար փող են ստացել։ Հեղափոխությունից հետո 2 տարի է։ Փող են ստացել։ Բայց դրանից առաջվա մասին ես ասում։ Ծրարներով փողերի պատմություն բոլորը որպեսզի այդ բիզնեսմենի համար նաև քարտանորակարգեր առաջ բրդել նպաստավոր։ Ասեմ, երբ որ մենք կուսակցությունների մասին օրենքում ավելացրել ենք, որ յուրաքանչյուր ոնց որ ստացած քվեի դիմաց եթե 2% հատել են կուսակցությունները 1000 դրամ փող են ստանալու, պատկերացնում ես, չէ՞, տարեկան այդ իրանց ստացած քվեներով ու բազմապատկած է, եթե շատ ձայն է, այդ թիվը նվազում է, եթե քիչ ձայն 1000 դրամից է սկսում։ Մենք մտածել ենք այն տրամաբանությամբ, որ ով կուսակցությանը փողը տալիս է, նաև պատվիրում է, թե ինչ շատ սպասարկի կուսակցությունները ձրի չեն կարող աշխատել, սիրելի քաղաքացիներ, նորից ես իմ սիրած թեմային վերադառնամ, հիշեցնեմ նվիրատվություն արեք այն կուսակցություններին, որոնց համախոհն եք, որտեղ կուսակցական գործունեությունը ինքը անվճար չի կարող լինի։ Եվ ինչքան շատ աղբյուր դիվերսիֆիկացված պետք է լինի, ինչքան շատ աղբյուրներից փող ստանա, ինքը մեծ շահեր կսպասարկի։ Միշտ Հայաստանում մշակույթն է, որ մեծահարուստները վարձում են կուսակցություններ։
Եվ սա վերում է այդ ամբողջ քաղաքական դաշտի դեգրադացման, որտեղ իրանք սկսում են մեծահարուստների շահերի սպասարկել։ Դուք չգիտեմ կհիշես թե չէ, բայց 18 թվականի, 20 թվականի ցեմենտի քվեարկությունը մի հատ մեծ պատմություն էր ասել, որտեղ այդ կուսակցությունը եկել է ցեմենտի ցեմենտի մասին թեմային մասնակից լինելու, ոչ թե ասենք բան օրակարգ։ Բա հենց այդ եմ ասում, ասեն այդ մարդիկ ոնց կարան գան ասեն եւ մեր հույսը ապրոստի միջոցը այդ պետական փողն է եւ դրանից ելնելով նաեւ ձեզ հաշվետու լինելու։ Դա էլ է քաղաքական արտ, այսինքն քաղաքական խոսակցության նույնիսկ սրա մասին նույնիսկ խոսելն է քաղաքականություն, ցույց տա, որ այս մարդիկ ոչ թե հանրությանն է սպասարկում, այլ ասենք Սամվել Կարապետյանին, որը իրաց վճարում է, որտեղ հանրության սպասարկում են այն մարդիկ, որոնց հանրությունն է վճարում։ Եվ դա էթիկապես ինքը ի սկզբանե խնդիր է, երբ որ Սամվել Կարապետյանը ասում է ես անվճար եմ վարչապետ աշխատելու, եթե բաներ ընտրվեմ եւ քաղաքացիություններիցս հրաժարվեմ, այդ էթիկապես խնդիր է, որ վարչապետը կարա ուրիշ աղբյուրից փող ունենա եւ պետությունից փող չվերցի, պետություն պետք է փող վերցնել, եթե դու որոշել ես պետության ծառայել, ումից փող վերցնում ես, նրան էլ ծառայում ես։ Այդ նախորդի իրադարձություններից նաև կենթանիների մասն է շատ ահավոր էր ինձ համար, որ այնքան ահավոր էր, որ այդ բանը եթե մի ինչ-որ ձևով դրա մասին կիսվեի, պիտի կիսվեի շատ վատ բառերով, դա համար ասացի պետք չի, բայց ցավոք սրտի կենթանաբանական այգի տեղափոխված առյուծներից մեկը էկառյուծը չի արթնացել քննեցումից հետո կենթանաբանական այգին է հայտարարություն տարածել նախորդային այգի տեղափոխված էկառյուծը պայմանավորված մեծ տարիքով եւ ուղեկցող հիվանդություններով ինչը արդեն արձանագրված է հերձման ակտով քննեցումից չի արթնացել այնտեղ թվարկում են թե ինչ շփիլն է ունեցել երկար բարակ թվարկում են հիմա ես չասնեմ դե ամեն դեպքում այս ուզում եմ Ծառուկյանը լինի, ուզում եմ ես լինեմ, ուզում եմ դու լինես, ուզում եմ լինի։ Ես չգիտեմ այս սովորության, այս ցանկության, այս գրավչության անունը ի՞նչ է, վայրի կենթանում, տանը։ Դա մշակույթ է, եթե կհիշես, բանի էլի այդ ուշ սովետական սերնդի տղամարդկանց, մանավանդ հարստության բան սիմվոլն է, էլի դա նաև, եթե կհիշես, երբ որ բան Մամեր Գրիգորյանի կալանավորությունը արջեր էին իր տանը, այսինքն կախվածներից ինչ կենթանի ես սպանում, այնքան ուժեղ կենթան, ուժեղ վայրի կենթաններ, այսինքն դու կատու ես սպանում, ինքը իր քաշի տարբերությունը, որ հասկանաս, եւ դա շատ բաների պատրիարքալ եւ միջնադարյան գրեթե մշակույթ է, որով իրանք ուզում են ցույց տան, ասենք մեկը արդյունավետ մյուսը արջ մյուսը չէ, կարելի է հայտնաբերել, այն մեկն էլ սատկած առյուծի հետիանն է, ասենք սատկած լավա մորթները վրան չեն գցում ման։ Այո, ասենք կարակուսերան գնան նկարի էս առյուծի հետ իրար սիրած ժամանակ ասած։ Իհարկե խեղճարյուծը Նախորդ անգամ ուզում էի հարցնել, մոռացա, որ ասում եք պատերազմի եռագլուխ կուսակցություն եւ պոչ։ Պոչի Փաթեյանն է։ Հա, այդ գիտեմ։ Դες ես առաջարկում եմ Չէի հարցնում։ Հարոր կենթաններից խոսեցինք, ուզում եմ հասկանալ, այդ ինչ կենթան է, եռագլուխը եռագլուխ։ Վիշապակագվահագնին գիտես այդ վիշապը։ Դուք Վահագնը գտնեն է վիշապն է։ Դե մենք չենք իհարկե Վահագնը, այդ բանը սիմվոլիզմը ուրիշ կերպարդրսեմ որ բայց բանը մենք փաստարկավորենք մենք քաղաքացիական բանագիր կուսակցություն ենք խաղը ինչպես բաների երկիրը Հալսի դե ոնց է պետք է նաև հաշվի առնել որ մենք բոլորս մեր բանի մեր հանրության պրոդուկտն ենք ներառյալ ԹՊ որը իշխանության այսինքն հանրության լավագույն քաղաքական պրոդուկտն է ես ժամանակին դրա մասին ասում էի Նիկոլ Փաշինյանի մասին որ վարչապետ է դարձել չեմ հիշում ինչ զրույցի շրջանակում հանրային ցեղից նկատի ունեմ այսինքն այն դժգոհող մեկնաբանություններին որ Նիկոլ Փաշինյանն է մեր վարչապետը հա այս քաղաքական դերակատարին ու ինձ մոտ տրամաբանական հարցեր էլի առաջանում երբ որ մեր քաղաքական համակարգը էս է բա Նիկոլ Փաշինյանը որտեղից պիտի ծնվեր լուսնից եթե ես համաձայն եմ քեզ հետ որ զրո վատ նեգատիվ ոչ մի լավ բան բա որտեղից պիտի ծնվեր ինքը այս քաղաքական համակարգից էսա լավագույն բանն է իհարկե որ ստեղծել է եւ նույնիսկ կարելի է բանանել հպարտանալ որ կա այդքան էլ կան որտեղ այն ամբողջ այլանդակությունը որ նախորդ 30 դրանից էլ առաջ նախորդ 70 տարիներին էլ չեմ ասում դրանից առաջ նախորդ 1000 տարիներին Հայաստանի տեղի ունեցել բանը որ այս արդյունքները պետք է գնահատել եւ փայփայել փորձել զարգացնել որտեղ կարար ավելի վատ լիներ ու մենք տեսնում ենք իրավիճակներ որտեղ շատ ավելի վատ է այդ Ուցերից կապելի պատմության բանա կամ նույնիսկ մեզ հետ համադրելի պատմությունը, բայց արդյունքները ավելի վատ են։
Բայց ես չգիտեմ մենք ժամանակ ունենք, թե չէ, ես ուզում եմ մեր բանի ինչքան ժամանակ ունենք։ Ինչքան ուզում, ինչ է ուզում։ Ես ուզում եմ մեր ավելի շատ մեր միջազգային մեր շուրջ եւ մեր հետ կատարվող բաներից նույնպես խոսել, ոչ միայն Օրինակ ինչ բանից, Սամվել Կարապետյանից։ Միջազգային է։ Միջազգային հետախուզող։ Իրոք Սամվել Կարապետյան։ Հա, այդ փոչի հետ կապված ես առաջարկում եմ մի օր ես ու դու այս ֆորմատով նստենք բանը այն բոլոր փաստաթղթերը որ արտահոսել են մեջ կարդանք այդ փոչի եւ բանի դետալացած ինչ են այդ փաստաթղթերում արձանագրված իրանց մասին ոչ որ հերքել են տեսնենք ինչ են գրում ինչ են զեկուցում ըստ բանի էլի աղբյուրների որտեղ այնտեղ մի աղբյուր կար որը այդպես խիստ վերապահում ունեին բայց դրա քովի ներքո նրանք մնացած բոլորն էլ ծածկեցին բայց իրականում այդտեղ լիքը արժեքավոր տեղեկություն կա թե ոնց են իրանք վերլուծում մեզ ոնց են դրսի բաները աղբյուրներ վերլուծում մեզ եւ դրա մասին արժի խոսել իսկ միջազգային հետախուզողը դրանից հիշեցի որը գիտես Ֆրանսիան մի բան Կարապետյան դեմ տնտեսական հանցագործության հոդվածով գործում է ու այդ բանը այդ թեման նույնպես մի հետաքննության մեջ ներդրված էր որպես բաների իրանց Կրեմլի հետ ավիացիայի բան թեմա որտեղ տունը Գազպրոմ Արմենիայի այն վիլան որի կապակցությամբ Սամվել Կարապետյանը հետ բանը քրեական գործողանություն Ֆրանսիայում եւ ինքն էլ դատապարտվել Ֆրանսիային որպես Հայաստանի քաղաքացի Հայաստանի քաղաքացու անձնագրով որտեղ հայ-ֆրանսիական ինչ-որ պայմանագրի է հղվել ոնց որ օրինակ Հայաստանի դատապարտվել Կիպրոսի անձնագրով որտեղ էլի հայ-կիպրական ինչ-որ անձնաբանի է հղում տվել իդեպ եթե Սամվել Կարապետյանը համարձակություն ունենա հրաժարվել Կիպրոսի անձնագրից իր այդ միջազգային արբիտրաժի գործը փլվելու է հեցի գործը միջազգային դատարանում որտեղ ինքը Կիպրոսի անձնագրով է Հայաստանի դատապարտվել Դե ինքը ասել է որ հրաժարվել Հա դե շատ բան է ասել են ասել տվել են Վարդևանյանից գնացեք իրենց հարցրեք ինչի չի լինում այդ գործը Գազա տալի են էլ ասում Զապարոժեցա չի գնում Բան դատի ընթացքում մտածում եմ որ Վարդևանյանը շատ անտաղանդ փաստաբան է հետո դատաբանից հետո մտածեցի որ ինքը այնուամենայնիվ շատ տաղանդավոր փաստաբան է որ կարողացել է այսքան երկար ոչ մի բան չանի շարունակի ոնց է փոխ ստանալ դրա համար որտեղ եթե հանկարծ ինքը շատ ուժեղ աշխատեր կարող է մարդս մեկ էլ կրեր Չէ բայց տես Կարապետյանը այսօր ասලා որ Վարդևանյանը լավ էլ գազ է տվել սպասածից էլ ավելին ուղղակի այնտեղ Զապարոժեցա է չի գնացել որ դուք Վարդևանյանի բանը տեսել եք ելիքները տեսեք ես կարծում եմ այդ cancel եղած հարսանիքների համադան կարա լինի Վարդևանյանը բայց վերադառնալով մեր միջազգային օրակարգին ես ուզում էի անպայման քո տպավորությունները իմանալ այն մասին որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը այցելել է Հայաստան եւ դա կարևորագույն իրադարձությունն է հետընտրական շրջանում որ տեղի է ունեցել Հայաստանի հետ բայց չմոռանանք նաեւ որ վարչապետը այցելեց նաեւ Իրան եւ Ռուսաստան այդ երկու երկրներն է հասցրել այցելի անցած շաբաթվա ընթացքում եւ ընդունի բարձր հանձնակատար Եվրոպական Ուրսուլա ֆոն դեր Լայենին որը շատ բան է էլի պատկերավոր ցույց է տալիս բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականության այցինը իդեպ Ֆոն դեր Լայենը ոչ թե Հայաստան է այցելել ես բոլոր մեկնաբանությունները լսում եմ որ ինքը Հայաստան է այցելել ոչ թե միայն էլի ինքը տարածաշրջան է այցելել եւ իր մտքի ձևը շատ տարածաշրջանային էր ու ես դեպք որ հաղորդագրությունից իմացա որ գալիս է նաեւ Ադրբեջան ես շատ ուրախացա դրա համար Սկսել ենք իրար համար ուրախանալ Չէ, այն իմաստով որ այսինքն շարունակում է Եվրամիության համար այդ հարցը շարունակում է մնալ օրակարգային հարց եւ այդտեղ ինչ որ այո, գործընթաց կա որ վերաբերում է մեր տարածաշրջանային այդ լոգիստիկ ենթակառուցվածքներին, ապա շրջափակմանը եւ այլն, ինձ համար փոքր ինչ ոչ թե կներստայի, այլ ինքս մտածելու տեղ կտար, էլի, եթե միայն Հայաստան այցելեր այդ տրամաբանությամբ կամ միայն Ադրբեջան հաղորդություններն այցի, դեպ Մարտակոսի Ծիրանի հետքերով գնացի իր այջում նայեցի եւ տեսա որ ոնց է ինքը այդ երկու այցներ իր այջում գրել Ֆոն դեր Լայենի եւ ակնհայտ բան կար, տոնի տարբերություն կար որտեղ Բաքվի այցը գրած էր որ ոնց որ հարավային Կովկասը մեզ համար եւ այլն կարևոր բան է հաղորդակցության ճանապարհը Հայաստանի այցի հետ կապված գրած էր Հայաստանի ժողովրդավարություն եւ այլն այսինքն այդտեղ մեզ անվանում էր ավելի կոնկրետացնում էր էլի որ բայց այնուամենայնիվ մեզ ոնց որ մեր ժողովրդավարություն շատ բարձր են գնահատում մեր ընտրությունը վերջի մանավանդ որ Հայաստանի ժողովուրդը այս ընտրությունն է կատարել բայց այնուամենայնիվ իրանք տարածաշրջան են տեսնում ու հետաքրքիր է որ
Դե Եվրախորհուրդը վերջին էլի իրանստաշրջան բանաձև ընդունեց, որ Ադրբեջանը չի տամ արժի այս մասին երկար խոսել, թե չէ, որովհետև Ադրբեջանը շատ բարդացրել է իր հարաբերությունները Եվրա ինստիտուտների հետ, իր քաղաքապետարների հետ այցելության թույլ չի տվել, որ գան Եվրամիության դիտորդները հետ ընտրություններին, թույլ չի տվել, հետո սառեցրել է իր անդամակցությունը Եվրամիության բոլոր ԵԽԽ բոլոր կառույցներում ներառյալ ՄԻԵՏ-ում, որը իր դեմ վճիռ կայացրեց, բայց ինքը չի իրականացնի այդ վճիռը, որտեղ ինքը չի մասնակցում։ Այս վերջին մաս։ Հա, բանի Հայաստանի քաղաքացիներից մեկի հայցով, բայց ոնց որ նկատի ունեմ ինքը եվրոպական ինստիտուտների հետ իր բոլոր հարաբերությունները շատ վատ են, այն առումով, որտեղ ԵԽԽՎ չի գնում, իրան հեռացրել են։ Բայց այդ լավ չի, չէ՞։ Դե իհարկե լավ չի, բայց ինձ թվում է մենք ոնց որ արժի մի հատ խոսալ Ադրբեջանի մասին ինչ-որ առիթով, որտեղ մենք լավ չենք պատկերացնում Ադրբեջանի տիպի երկիրը դատողություններ անելուց, միշտ մտածում ենք մոտավորապես ես ոնց կվարվեի, երևի տենց էլ այնտեղ եմ վարվում, բայց Ադրբեջան-Վրաստան սահմանը մինչև հիմա փակ է կովիդից հետո, պետք է ոնց որ ընդունել, որ ինքը տենց երկիր է, էլի ու ինքը տենց բարդ խճորված հարաբերություններ եւ էներգետիկ ենթակառուցվածքներ ունի ու ֆոն դեր Լայնը դեռ պետքա կոպին գնար Բաքու, բայց ոնց որ ինքը չգնաց, բաներ էլ դե ոնց որ այդ իրադարձություն տեղի ունեցավ այնուամենայնիվ, ոնց որ պետքա շատ ճոխ լիներ կոպը, բայց ինքը այնքան չեղավ, ինչքան ակնկալի կար, բայց ինչի համար է ես ամբողջը պատմում, որ երբ որ ես ֆոն դեր Լայնի հրապարակային բանն եմ նայում, Ադրբեջան այցի իր տեքստն եմ նայում, ինքը ոչ մի միլիմետր չի մոտենում այն թեմաներին, որոնցով իրանք խնդիր ունեն Ադրբեջանի հետ։ Ինքը ընդհանրապես չի անդրադառնում այդ քաղաքականաբների, ժողովրդարարության մարդու իրավունքների, ընտրությունների, այս այն հարցերին, ինքը միայն խոսում է ենթակառուցվածքներից եւ էներգետիկ ոլորտի համագործակցություն ու շատ դրական նոտայով, այսինքն իր ոնց որ իր կառույցների մեսիջները այդտեղ բան չան, էլի դատապարտող միգուցե քննադատող մեսիջները այդտեղ չկոմունիկացնում, այնուամենայնիվ որ ոնց որ գազի հարցում մեզ համար վստահելի գործընկերա տարածաշրջան կապուկների հարցում մենք հիմա $200 միլիոն ներդրում կանենք, որը կարա հասնի մինչև 2 միլիարդի եւ այլն։ Ես կարծում եմ, որ թե Ադրբեջանի, թե Վրաստանի բարդ հարաբերությունները Եվրամիության հետ մի կողմից խթանում են, ոնց որ Հայաստանի վրա ավելի դողալ Եվրամիությանը, բայց մյուս կողմից Եվրամիությունը ինքը մեկուսացված երկրների մասին չի, Եվրամիություն տարածաշրջանների մասին է, ու եթե մենք որևէ ակնկալի ապագայում պետք է ունենանք Եվրամիության հետ կապված, դա միայն տարածաշրջանով, միայնակ երկրի, դա բիատոմը չի էլի, որ թռնեն մի երկրի վրից մյուսը մտցնեն էլի շախմատաձև սենց բան անել, տնտեսական միություն կարգ։ Հա, այդ տրամաբանությամբ օրինակ ես երբեք չեմ հասկացել այն ողջավորությունը, երբ օրինակ Ադրբեջանը տարբեր եվրակառույցների հետ շատ սուր հարաբերություններ կարող ունենա, ընդհանուր մինչև չգիտեմ, պատգամավորներին իր ձայնից զրկեն, էս անեն, այն անեն, կամ Վրաստանը, երբ որ օրինակ տարբեր ինդեքսներ էին հրապարակվում, մասնավորապես հեղափոխությունից հետո, երբ ցուցադրում էր, որ Հայաստանը ժողովրդավարական առաջընթացներ է սկսում գրանցել ինչ որ տեղեր նաև Վրաստանին գերազանցել, բան, ես այդ հրճվանքը, չէ, հետո եմ ասում, ես այդ հրճվանքը, որ Վրաստանը նահանջում է, ես չեմ հասկանում։ Ո՞նց է հրճվում։ Դա մտածելու բան է, լուրջ բան է։ Հա, որտեղ երկրները չեն կարող գոյատևել տարբերվող լինելով, եթե մեր շուրջ բոլորը այդ խորը ավտորիտարիզմը գոնե մեր հայկական երկրները, փոխարեն մենք ուրախ ենք, որ իրանք մի քիչ ավելի դրա համար ինչքան ժողովրդավարանում են, ինչքան համաձայնությունների, համագործակցությունների են գալիս, մենք պետք է ուրախանանք, որ Իրանն ու Միացյալ Նահանգները իրար հետ լեզու են գտնում լավից վատից, իդեպ այդ մասին էլ արժի եթե բան առնքի միանադառնալ, որտեղ ինձ համար շատ հետաքրքիր է նաև այդ ոնց նախորդ շաբաթվա մեջ էր դեր, որ Իրանի փոխնախագահը եկավ Հայաստան ու փաստորեն քաջարանում շինարարություն են անելու հյուսիս-հարավ բանով, ենթակառուցվածքի հետ կապված ու շատ մոտիկ են լինելու քաջարանը պատկերացնում ես ենթադրում եմ Սյունիքը լավ է ճանաչում քաջարանը եւ Մեղրիում բանա թրիպնակառուցվելու եւ նաեւ Մեղրիում Եվրամիության ֆինանսավորման բանցակետակառուցում
այսինքն այդ պարսկական, ամերիկյան եւ եվրոպական բաները, աշխատողները միաժամանակ տեղ գործել են դա իրականում մեջ բանն է, էլի խաղաղության խաչմերուկի սիմվոլիկ բանն է, էլի Այս խաղաղության խաչմերուկը, որը մեջ գրողիցոսն են ուղարկվում դիմադի։ Մեծ որ ասում էի, որ հետևում ենք այդ ֆոն դեր Լայնի այցին, չգիտեմ, Ադրբեջան, տեքստերը, տարբերությունները, շեշտադրումները եւ այլն, ուզում եմ ասել, իմ հատ ընդդիմադիր մամուլ կարդալ, էլի 200 միլիոնը որ հիշեցի, ընդդիմության վերնագրերը այսպեսին էին մամուլի։ Ֆոն դեր Լայնը Բաքվում ապտակեց Փաշինյանին։ Ես չեմ ուզում մտել արդեն շատ ընդդիմադիր օպտիկայով նայեմ, որտեղ մեզ համար կարևոր է նաև մեր քաղաքացիներին բացատրել ինչա մեզ է տեղի ունենում։ Եթե այն տնտեսական մասը արտադրանքների բացատրում են շատ լավ տնտեսագետները եւ այդ քաղաքական գործիչները, ես կարծում եմ այս մասը ենթակառուցվածքների մասը արժի նաև բանալի, ես ու դու կացենք, որտեղ դու եթե նկատեցի դասուլիսի ժամանակ, երբ որ ենթակառուցվածքներից հարցրին, ու մինչև հիմա ես լսում եմ մեկնաբանություններ, որ կարող է Եվրամիության տրիպին մասնակցի, տրիպին ինձ թվում է բացի բանից, բացի հայ-ամերիկյան կազմակերպությունների, չնայած Ռուսաստանն է շատ ուզում է, Եվրամիությունների գուցե դեմ չլիներ, ոչ ոք չի մասնակցում այս պահին, բայց իրանք խոսացին Հայաստանի այդ արևելք-արևմուտք երթուղու հյուսիսային մասից, այսինքն եթե ներքևով կարա այդ երթուղին ասնի ամերիկյան հովանու ներքո կամ ամերիկյան մասնակցությամբ, այս պահին նույնիսկ երևի բան է, որ այդ ապահովագրությունը այդ հովանու ներքոն ճոխացված բար չի, այդ ապահովագրությունը մենք ստացանք, որովհետև կարողացանք Ամերիկայում ստորագրել այդ նախագիծը, ապա այդ հյուսիս-հարավ, այս Վրաստանի սահմանի մոտով միգուցե հյուսիսային մասում արևմուտք արևելք, պատկերացնում ես վերևից Ադրբեջանով Թուրքիա մտնելու ճանապարհի մասին է խոսակցությունը, այն ինչ որ խոսացին ասուլիսի ժամանակ, ու սա արևելք-արևմուտք ամենակարճ ճանապարհն է, նույնիսկ մետրոյով անցնող ավելի երկար է, որովհետև Ադրբեջանում Թուրքիայում ավելի երկար ժամանակ անցկացնում, հա, գնացքը չգիտեմ, մեքենան եւ այլն, բայց այս ճանապարհը ամենակարճն է ու այդ մասին խոսացին ու ես հույս ունեմ, որ սա բանա եւս մի խթան է լինելու, որպեսզի շատ աշխատեն թե արևմուտքում, թե արևելքում Թուրքիայի հետ սահմանի բացման ուղղությամբ, որովհետև այդ ճանապարհը իմաստ ունի, եթե ինքը Ադրբեջանով Հայաստանով Թուրքիա։ Հիմա արի շատ չխորմենք այդ հարցի մեջ, որովհետև այդտեղ շատ այլ շերտեր կարան բացենք, հա։ Կարաբեկային բաներից խոսել։ Չէ, չէ, ավելից չէ։ Ես էլի անդադ փորձում եմ տեսնել ինչ ապդեյթներ կան Ծառուկյանի մասով, որպեսզի մեր զրույցը ամփոփվի կամ ավետիսով կամ գուժով։ Ես թվում է այսօր չի լինի կամ կեսգիշերին հազիվ լինի ու ինձ համար այս բանը այս նախորդ շաբաթվա այնուամենայնիվ այդ կարևոր իրադարձություններից կարևոր իրադարձությունը Եվրամիության հետ մեր հարաբերությունների ոնց որ քայլ առաջն է, որը շատ կարևոր է, ես գիտեմ, որ հիմա ավելի դժվար է լինելու, ոնց որ մեր տնտեսվարողներ պետք է իրենց ստանդարտների վրա շատ աշխատեն, շատ ջանքեր դնեն, բայց սա հնարավորությունների պատուհան է, որը պետք է դարձնեն հնարավորությունների դարպաս։ Ես չեմ ուզում, որ Հայաստանին աջակցեն հարուստ երկրները բայոլա գնալու, ես ուզում եմ Հայաստանը այնքան կայուն լինի, որ ոչ մի աջակցության կարիք չունենա, այնքան լավ ապրանք ունենա, որ ոչ մեկ մեզ բան հավելյալ խթանիչներ չտա, այլ մեր Ծիրանի ջեմի համար, ինչպես ասում են, ցելագցեն։ Այն Մարտակոսի փակած։ Դե հուսանք, չէ, այդ այցի արժեքը նշանակությունը դժվար է թերագնահատել, շատ կարևոր բան տեղի ունեցավ Հայաստանի համար։ Եվրամիության պատմության մեջ էլի հերթական կայծակնային արարողության որոշումը, որը անդադար Հայաստանի հետ հարաբերվում ու ես առնչվում, ոնց որ նախորդներն էլ, նախորդ երկուսն էլ տենց բանը ասում են, որ շատ աննախադեպ ա եղել այդ արարողությունը։ Ես դրանով եմ գնահատում մեր արժեքը իրանց աչքի, մեր ոչ թե մեր, այլ իսպես իրանք են նկարագրում, մեր ժողովրդի ընտրության արժեքը իրանց աչքին շատ մեծ է, իրանք շատ դողում են այն ընտրության վրա, որ կատարել է Հայաստանի ժողովուրդը, իրանք աշխատում են ժողովուրդների հետ ի տարբերություն շատ ուրիշ տիպի երկրներ, որոնք էլիտաների կամ իշխանությունների հետ են աշխատում, իրանք մտածում են, եթե ժողովուրդը այս որոշումը կայացրել է, պետք է ժողովրդին աջակցել ու երևում է իրանց
վերած որոշումներից, օրինակ ժողովուրդներին են աջակցում, ոչ թե ասենք քաղաքական էլիտաներին, ինչպես սովորաբար փորձում են քո սիրած մեր ընդդիմադիրները մեկնաբանել, որ այ արևմուտքը Նիկոլի պահում է, բայց իրանք ակնհայտորեն բաներ էլի Հայաստանի ժողովրդի ընտրությունն են աջակցում, ոչ թե Հայաստանի իշխանություններին։ Հիմա որ ասելի կա, ասեմ էլի կա Սամվել Կարապետյանի ինչ որ բաներ էլի ասել, ասում էր Փաշինյանը արևմուտքի համար լիմոնադի Ջոնն է, Ջոնը չգիտեմ։ Հա, երբ պետք է դեր սովորել իր հումորը։ Հա, իսկ Ռուսաստանի համար մի ուրիշ մի բան, այսինքն երկակիության մասին էր խոսում, եւ այդ կայծակնային որոշումները, որ կայացրեց Եվրամիությունը, դա սկսվեց, եթե չեմ սխալվում, քաղաքացիական առաքելության տեղակայմամբ, հա, որը չգիտեմ էլ, ասենք փոխեց մեր կյանքը այդ առաքելությունը։ Եվ պետք է հիշել, որ դա այդ բանն է, ընդդիմադիրների չսիրացողների վեցն ապրահն է, որը եթե չլիներ, ես հիմա չգիտեմ մեզնից ինչ մնացած կլիներ, շատ բարդ ժամանակաշրջան, շատ բարդ որոշում կայացրեց, ես մի հատ լավ լուր ունեմ հիմա Եվրամիության քաղաքացիական առաքելություններին Հայաստանը սկսում է մասնակցել որպես առաքելության ներկայացուցիչ, ինչպես օրինակ Կանադան Եվրամիության հետ եկել է Հայաստան, եւ սա մեր մասին շատ մեծ փոփոխություն է, որը կարող ենք չենք վերբալացրել, չենք նկարագրել, բայց Հայաստանը այդ օգնություն խնդրող երկրից դարձել է օգնություն տրամադրող երկիր, այսինքն ոչ թե մենք ասում ենք մենք մի բան տվեք, բան անենք, յոլա գնանք մենք այդպես բանենք, էլի արտոնություն տվեք, օգնություն տվեք, անվտանգություն տվեք, այլ մենք սկսում ենք տալ իդեպ դեռևս նախորդ տարի Հայաստանը նաև դրամաշնորհային են Եվրամիության գրանտները, միջազգային գրանտները այս կազմակերպության որ սովորաբար մեզ են տալիս։ Հայաստանը նաև որոշակի շատ քիչ իհարկե, բայց ներդրում է սկսել ունենալ այդ միջազգային ֆոնդերի, որոնք ոնց խնդիրներ ունեցող երկրների, խնդիրների մեջ հայտնված երկրներին դրամաշնորհային աջակցություն են տալիս ու այդ իմաստով Հայաստան դառնում է ուրիշ երկիր, էլի Հայաստանը հնարավորություն ունի դառնալ այն միջազգային հանրությունը, որի մասին ասում ենք իսկ ուր է միջազգային։ Սովորաբար մենք ենք, չէ՞, ասում ենք ուր է միջազգային հանրություն, չնկատելով, որ մենք ինքներս ուրիշի համար կարանք միջազգային հանրություն լինենք, երբ որ մի բան է կատարում գնահատական տանք կամ օգնություն տրամադրենք։ Այս անգամ էլ մարդկանց կոմենտներին չհասանք։ Մարդկանց կոմենտներին հասանք, իհարկե, շնորհակալություն հայտնենք այդ կոմենտների համար, որը հիմնական խրախուսական դրական բաներ, մեկնաբանություններ էին, բայց կուզենք, եթե կարողանա, եթե ոնց որ հետաքրքիր է ինչ-որ կոնկրետ թեմա ասեմ, մենք քննարկենք ավելի մանրամասն, եթե մենք ի վիճակի լինենք, էլի մեր գիտելիքները բաները տեղին, եթե չէ բան կանենք, նաև կարանք հետազոտենք, եթե շատ բարդ թեմաներ լինեն, մինչև հաջորդ հաղորդում, բայց կուզեմ, որ իրանք հետաքրքրությունների շրջանակում կոնկրետ հարցեր տան, անպայման բաժանորդագրվեն, լայքեն եւ տարածեն ու մեկնաբանեն, թե ինչի մասին կուզեն, որ հաջորդի խոսենք։ Ճիշտ բաներ ես ասում Թագոյի, ստորագրում եմ Թագոյի խոսքերի տակ, բաժանորդագրվեք ալիքին եւ բնականաբար մեկնաբանություններում կիսվեք թեմաների վերաբերյալ ձեր մտքերով, մենք այդքան սպասեցինք, որ Ծառուկյանի ճակատագիրը որոշվի, այն էլ ասելով նման, այո։